Տիրոջ անունը փառավորվի քուրեր եղբայրներ Այսօր մենք բոլորս նորից Աստծո ողորմությունով շնորհք կտանք երկնքից որպեսզի հաղորդ լինենք իրան իր կենթանի խոսքին որպեսզի մենք իրանով ուրախանանք որտեղ իր անունը կոչված է մեր վրա Տիրոջ անունը փառավորվի մենք Քաղաք ունենք երկնքում, որի համար այսօր այդ հուսալի քաղաքի վրայով մեր անձերը կպատրաստենք երկինքը դիմավորելու քուրեր եղբայրներ Այդպեսի երկա երկնքի համար քուրեր եղբայրներ երկինքն է մեր հայրենիքը Տիրոջ անունը փառավորվի իրապես երկինքն է մեր հայրենիքը որի համար էլ մենք կցկտենք մեր անձերը կրնանանք կանգնեցնենք մեր Տիրոջ առաջ Եսայի մարգարեության մեջ Ես մեկտեղ կկարտամ եւ մենք մեր անձերը կպատրաստենք Տիրոջը մոդենալու, Տիրոջ խոսքից սնվելու, իր անունը փառավորելու ամեն։ Եսայի մարգարեության մեջ 26-րդ գլուխը վերնագիրը այսպես է գրված. Աստծո ժողովրդի գովասանական երգը եւ նրա հույսը։ Իրապես այդ հույսի համար որ այսօր ամեն Աստծո զավակ չանք կենե, որովհետեւ իրան որպես կույս կանգնեցնե Տիրոջ առաջին իր անունը փառավորվի Մենք մի զորավոր քաղաք ունենք նա փրկությունը տնում է իբրև Փարիզ ու Պատնեշ Բացեք դռները որ մտնե արդար եւ հավատարմություն պահող ժողովուրդը Հաստատ միտքը պահում ես խաղաղությունով որովհետեւ քեզ է հուսացած Հավիդյան Տիրոջը հուսացեք Որովհետև Տեր Եհովան հավիտենական վեմ է, փառավորվի իր անունը։ Այս խոսքերի մեջ քուրեր եղբայրներ հոգի կա, այս խոսքերը մեզի համար կյանք է, որի համար Տիրոջ խոսքը քսոր ամուր բռնե, որպեսզի ապրես։ Տերեքսը ես մեռած էի եւ ահա կենթանի եմ հավիտյանս հավիտենից։ Մեր Աստվածը կենթանի է հավիտյանս հավիտենից, որի համար որ մենք այսօր այստեղ ներկա ենք ու մենք կպատրաստվենք իրան դիմավորելու ամեն Սրտանց փառք մեր Տեր Հիսուսին ժողովուրդ Իրոք այսօր Աստված օրհնի ամեն մեկիս լսելու մեջ հավատքի մեջ Աստծո խոսքը ընկալելու մեջ որբիսի ոչ թե զգացողություն առաջացնի Աստծո խոսքը խոսալուց մեր կյանքի մեջ այլ իրոք բժշկություն կատարվի ամեն գիտեք Այսօր հնարավոր է որ մարդիկ կլսեն Աստծո խոսք, կլսեն սպես երկեր ու իրանց մոտ զգայարանները կաշխատին։ Այսինքն կհուզվին, ինչ որտեղ սրտերը կլցվի, ինչ որտեղ իրանց վիճակի հետ կամեմատեն կտեսնեն թե ինչքան շատ դժվար է իրանց ու իրոք Աստված ինչեր է խոստացել, բայց որոշակի ժամանակ հետո ոչ մի բան չի փոխի, նորից նույնը կգա։ Ինչի որտեղ տեղ ոչ թե հավատքը կգործի որ խոսքը գնի սերմի սրդի մեջ ու սկսե գործել բժշկել, այլ ընդամենը զգացմունքները կգործեն։ Ինչ խոսենք փարավոնի կյանքի մեջ։ Այդ պահին ինքը տեսավ հրաշքը, տեսավ զգացմունքը, աշխատա, բայց հետո նորից սիրտը կարծրացավ։ Հետո նորից նայեց երևույթներին, նայեց վիճակներին, տեսավ որ չի փոխվի, բանը չի փոխվի, չէ՞։ Բայց իրոք այսօր Նորից կուզեմ հիշեցնեմ, որ Աստված մեզի բոլորիս պատգամ է տվել, որ առանց հավատքի իրոք անհնարին է Աստծուն հաճելի եղնել։ Ամեն բան հավատքով է, ու մոդեցումը Աստծուց առնելը, Աստծու վայելելը, Աստծու կյանքի մեջ իրոք ապրել այդ կյանքը խաղաղ ճաշակելը, այդ ամեն ինչը հավատքի ծերով, այսինքն Աստված ամեն բան տվել է։ Մեզի ընդամենը մնաց հավատալ ու այդ հավատքով ընդունել են Ինչ որ մեր կյանքի մեջ այսօր Աստված խոստմունքներով խոստացել է։ Թող իր անունը փառավորվի, իր անունը օրհնյալ եղնի։ Ու ես կխնդրեմ որ իրոք դուք լսելուց բացի կրնակ նաև հոգով ներսից աղոտ կենեք, հա, որ Աստված իր հոգով գործե, Աստված իր հոգով ներգործե մեր կյանքի մեջ, որ իրոք հոգին այդ խոսքը մեր սրտերի մեջ տեղադրե, որ մեր զգայարանները, մեր մարդկային միտքը չխապե մեզ, այլ Աստծո հոգու զորությամբ այս խոսքերը կրվի մեր սրտի տախտակների մեջ վրա ու կյանք դառնա։ Թող Տերը փառավորվի, Տերը տա բոլորիս իրոք այդ հավատք, այդ փափագ, այդ նվիրվածությունը, որ Տիրոջ ներկայությունը փառավորվի մեր կյանքի մեջ։ Ու տեսեք, ես նախքան այս միտքը խոսքը ինչ որ գուզեմ կիսվի մեր այդ
մեր խմբի պաշտամունքի մասին ժամանակել եմ ես, խոսած եմ, ես կուզեմ ընդամենը բոլորիս հետ ես միտքը կիսվիմ, ասենք քանի որ Աստված բնական ընձի է հայտնե, ուրեմն առաջի հերթին ես կարիք ունեմ ես մտքի ես խորհրդի, ու դեռ համար ես կուզեմ ձեզ հետ էլ կիսվիմ, որպեսզի դուք էլ ձեր կյանքի մեջ մամ նայեք, ձեր հավատքի մեջ մամ ուշադրություն զննեք, քննեք, տեսնեք թե իրոք ինչ կապագաս, ինչի թերություն կա, քանի որ եղբայրներ արդեն խոսացին, ասեցին որ իրոք արդեն տարին կմոտենա իր վերջին, մենք շուտով մի քանի օրից արդեն եզրափակենք այս տարին ու կմտնենք, եթե Աստված կամենա նոր տարվա մեջ ու կսկսվին ոչ մենակ նոր օրհնություններ, նաև նոր խնդիրներ, նոր դժվարություններ, հա, բնականաբար այս ամեն ինչը նորենոր, եթե լավը կա նոր, վատն էլ կա նոր, մեջոր, որտեղ Աստված կարգը սահմանեց երկրագնդի վրա, որ ցուրտ, անձրև, քամի, փոթորիկ, միշտ էլ դիեղնի երկրի վրա, ու այդ ամեն ինչը դիեղնի նաև քրիստոնյայի հոգևորի կյանքի մեջ։ Ամեն։ Դրա համար մեզի համար արդասովոր չեղնի, դժվար չեղնի։ Մենք գիտենանք, որ այս ամեն ինչը դիեղնի, բայց մի ամփարավոր հույս կա, որ եթե մեր նավակի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը ներկա է, հա, ինչքան էլ ալեգոդություն եղնի, ինչքան էլ փոթորիկ եղնի, այդ նավակին հեչ բան չի եղնի։ Ամեն։ Այս հավատքով այս հույսով ապրենք ու առաջնորդվենք, թող Տերը փառավորվի։ Բայց իրոք Աստծուց առնելու, Աստծուն վայելելու, Աստծու հետ կյանք ունենալու համար մեզի պետք է, որպեսզի իր պատգամներին, իր խորհուրդներին հետևենք։ Ոչ թե մեր մարդկային միտքը, մեր մարդկային կամքն ու ցանկություններն ունենանք, այլ հետևենք իր խորհուրդներին, իր օրենքներին, իր կանոններին, իր պատվիրաններին, որպեսզի իրոք Աստվածանից առնենք այն, ինչ որ այսօր ինձ ու քեզի համար անհրաժեշտ է ուրախ ու երջանիկ եղնելու համար։ Գիտեք ինչ, որտեվ իրոք կյանքը Աստծու մեջ է, կյանքը Աստծու մեջ է, ու եթե մարդը այդ կյանքին հաղորդ է, ուրեմն ինքը գիտե ինչ բան է երջանկությունը։ Իսկ եթե այդ կյանքին հաղորդ չէ, ինքը երջանկությունը չգիտե ինչ բան է, թեկուզ Աստծուն աչքերով տեսնի։ Գիտեք ինչ, որտեվ Եդեմական պարտեզում Ադամն ու Եվան Աստծուն իրանց աչքերով կտեսնեին։ Բայց քանի որ կենաց պտղից կյանքը չէին կերե, իրանք չգիտեն ինչ բան է երջանկություն, միշտ փրփնդուկների մեջ էին, միշտ նորանոր բաներ կփնտրեին, միշտ նորանոր ելքեր կորոնեին, կարող է անասունների մեջ է, կարող է կնոջ մեջ է երջանկությունը, կարող է լավ ընտանիքի, լավ պայմանների մեջ է, բայց իրականում դոս մեջ չէր։ Իրական կյանքի երջանկությունը կենաց պտուղը ուտելու Քրիստոս կյանք ունենալու մեջ է։ Ամեն։ Թող Տերը փառավորվի։ Այդ կյանքին հասնելու համար այսօր Աստված գսե որ գիտեք ինչ, որբիս իրոք ցկտես, փապագես դի հասնիս Աստծո սադի ու Աստծո օրենքների պես։ Ու որոնք են այդ օրենքները, տեսեք, Ավետարանը մեզի ամբողջությամբ օրինակ ցույց կտա։ Որն է այդ օրինակը։ Եթե Բաթխիմեոսը գուզեր տեսներ Հիսուսին, ինքը ոչ կճվար, ոչ կճղայնանար, ոչ մարդկանց կսեր չեք տեսնի որ ես աչք չունիմ, կույր եմ, գոնենձի մի խանգարեք, Կոնենձի թույլ տվեք ես մոտենամ, ձեզ ինչ եղե, ձեր ամեն ինչը տեղն է, դուք ամեն ինչը մեջ լավ է կրնակ ուրիշ անգամ մոտենակ, բայց ես այս հնարավորությունն որ բաց թողամ, կարող եմ մյուս անգամ այդ հնարավորությունը չունենամ, ու տեսեք ինքը այս ամեն ինչը ունենալով, բայց նորից կխնդրեր մարդկանց, կաղաչեր մարդկանց, քսեր ինչ կեղնի մարդիկ, մի խանգարեք ինձի, ես կուզեմ երթամ տեսնիմ Հիսուսին։ Ու կաղաղագեր, ու կճվար, մարդկանց հետ ինքը խնդիր չուներ, մարդկանց ոչ մի բան չէր լսե, բայց ինքը այնքան բարձր կաղաղագեր, որ Հիսուսը լսեց, ու ասեց կանչեք թողանայինք ինչ կուզես է։ Այսինքն Հիսուս ցույց տվեց ճանապարհը, եթե ես ու դուք ուզենք իրոք Աստծուն տեսնենք, Աստծուն հետ հաղորդակցվենք, կապ չունի մենք ինչ իրավիճակի մեջ ենք։ Հիսուս կսեր անկեղծ, մինչև վերջ, հավատքով, քու նպատակին ցկտե հասնելու։ Ու Աստված կպատասխանե քո հարցին, Աստված կպատասխանե քո հոգսին, Աստված կպատասխանե քո բոլոր աղոթքներին ու իր անունը կփառավորվի քո կյանքի մեջ։ Տեսեք, այս նույն օրինակով Ղուկաս Ավետարան 19-րդ գլխում գրված շատ ընկական էս մասին շատ է խոսածվել, հա։ Զաքեոսի օրինակի մասին, երբ որ ինքը գուզեր տեսնել Հիսուսին, չնայած ինքը մաքսապետ էր, ինքը կրնար շատ մարդկանց, գիտեք ինչ էր, սեր ճամփա բացեք, որ ես երթամ տեսնիմ, որտեղ շատերը ես կմտածեմ, որ իրանից կախված էին, շատերը իրանից ինչ որ բաներ ունեին, որտեղ եթե մաքսապետ էր, ուրեմն շատերը խնդիրներ ունեին, բայց չէ որ բոլորը ապահովված էին,
Բայց տեսեք ինքն էլ իր դիրքը էլի չչարաշահեց։ Իր պաշտոնը էլի չչարաշահեց։ Ինչի համար այդ փրկությունը եղավ իր ընտանիքի մեջ, որտեղ ինքը իրան նեղություն տվեց։ Ժանտաթզենին ելնել այդպես հեշտ բան չէ, մենք շատ ես խոսացես մասին։ Որ ինքը մտածեց որտեղ փշեր կան, այդտեղ կնա վնասվի, այդտեղ կնա իրան ծաղրեն, այդտեղ կնա իր մասին վատ կարծիք կասմեն, բայց էլի ինքը իրան վնաս տվեց, որպեսզի հելներ ու Հիսուսին տեսներ, ու պատական չէ որ Հիսուսը վարիչի, որտեղ այսօր ես քո տունը պիտի կամ։ Ամեն։ Այսինքն այս ամեն ինչի համար կխոսանք կսենք, որպեսզի իրոք մեր հավատքը մենակ Տիրոջ վրա ուղենք, մարդկանց հետ ոչ մի խնդիր, ոչ մի խնդրեմ չտեսնենք, Աստված անհատական ամեն մեկից քչանչնա, Աստված անհատական ամեն մեկից հոգսը գիտե, խնդիրը գիտե, ինքը կուզե տեսնի թե իմ ու քո սրտի փապակը ինչքան հաստատ է, որ իրոք իմ ու քո ազատությունը, իմ ու քո երջանկությունը, բժշկությունը իր միջոցով է, ոչ թե մարդկանց։ Ամեն։ Թող Տերը օգնե իրոք այս խորհրդի մեջ հասկանալու, այս խորհուրդը իրոք ունենալու, այս խորհրդի մեջ հավատալու, ու տեսեք ես կուզեմ կարդամ Երեմիա մարգարոյության 8-րդ գլուխ 20 համարից, դուք երևի շատ անգամներ կարդացել եք այս մասին, շատ անգամներ խոսացվել, քարոզվել է, որ մարգարեն քսեր ամառն անցավ, հունձքը վերջացավ, բայց մենք չփրկվեցանք։ Ու տեսեք, ես չեմ ուզի որ իրոք այս վերջի չփրկվելը մեր վրա կա։ Ես կուզեմ որ հակառակ ամառը անցնի, հունձքն էլ վերջանա, բայց մենք շատ մեծ հարստությամբ, օրհնությամբ, Աստծո ողորմությամբ արժանանանք երկնքի արքայությանը։ Ամեն։ Բայց դրա համար տեսեք առաքյալը իրոք շատ բաների մեջ կբացատրե իր խոսքը, մարգարեներն էլ այս մասին կխոսան, այսինքն ինչի մասին է խոսքը, այսօր ցանկացած մարդու կյանքի մեջ, ցանկացած հոգևորի կյանքի մեջ կա այդ ամառը։ Ամառից հետո ամառ չի գա, ամառն էլ չի երգրի։ Ամառ ունի իր որոշված ժամանակահատվածը, որի մեջ բերքը առատությամբ կհասնի իր այն վերջին, կհասունանա։ Ինչի համար է, ցենքտես մարգարեն այս մասին կհիշեցնեք, որտեվ նայեք, եթե ամառվա մեջ չհաստրեցիք այդ ամեն ինչը հավաքելու, չունեցաք այդ բավականին չափ պաշարը, հետագայում, երբ որ ամառը անցավ, ու էլ հունձք չեղավ, ինչքան էլ խնդրեք որ Աստված ջան, ինչ կեղնի, ես ուշացել եմ, աշունը ցանեմ, այս բերքը հասցրա որ ես ունենամ, հավատացեք չի եղնի։ Ժողովուրդ 3-րդ գլուխը շատ են կարդացել, մենք բոլորս, չէ՞։ Որ Աստված քիշեցնեք, թե ամեն ինչի ժամանակ կա։ Ոչ թե ես ու դու պիտի թելադրենք, որ այս ժամանակին մեզի համար հարմարեցրա, այլ Աստված կսե դու այս ժամանակի մեջ հարմարվի, ես այս ժամանակն եմ նախասահմանվել, որպեսզի դու քո կյանքի, հոգևոր կյանքի մեջ բավականաչափ պաշար հարստություն հավաքես, որպեսզի բավականաչափ սնունդ ունենաս, օրեն աշնան օրերը, օրեն դժվար օրերը, ժողովուրդ 12-րդ գլուխը, հենց առաջի համարը շատ են կարդացել, երբ որ կսեր, քանի դեռ չեն եկել օրերը, որոնց էլ դու չես հավնի։ Ամեն։ Այսինքն, եթե մարդ պատկերացրեք, գիտի որ սարսափելի ահեղ ծմեր պետք է եղնի, շատ ցուրտ, շատ դժվար ծմեր, ու պատկերացրեք ինքը ոչ վարելիք է պատրաստ է, ոչ սնունդ ունի, հեչ բան չունի, կմտածի որ Աստված ողորմած է, վերջում լավ կեղնի։ Ես չեմ կարծում որ վերջում լավ կեղնի, վերջում ամեն ինչ շատ վատ կեղնի, չէ՞։ Դրա համար էլ այսօր մեզի համար այս ժամանակները շնորհված են, որպեսզի այս ժամանակների մեջ, այս առատության տարիների մեջ մենք կրնանանք բավականին չափ հավաքենք այդ սնունդը, բավականին չափ հավաքենք այդ ամեն պաշարը, հետո օրերին եկան, մենք մեր պաշարն օգտագործենք, մենք մեր պաշարից օգտագործենք, մենք ունենանք, տեսեք Մատթեոս ավետարան 25-րդ գլուխը կույսերի առակն է, մենք շատ ենք արտացել։ Երբ որ են հին կույսերը չունեն այդ հավաքած պաշարը, գնացին դիմեցին են մյուս 5-ին որ ունեն, բայց գրված է չտվեցին։ Մեզ էլ չեն դա, որտեղ գրված է այդպես։ Աստված կսեր ինչի չհավաքեցիր ժամանակին։ Ես քեզի տվել էի հնարավորություն։ Ես քեզի տվել էի բոլոր պայմանները, ու դու կրնայիր հավաքեիր այդ բոլորը։ Ինչի չհավաքեցիր։ Ու քանի որ չհավաքեցիր ու մարդկանց դիմեցիր, իբր մարդիկ քեզի կօգնեն այդ ժամանակ լավ կեղնի, հաստատ համոզված եղի որ հեչ բան էլ չի եղնի։ Այդ 5 եկան թագեցին Տիրոջ դուրը,
ու Տերը ասեց ես ձեզի չեմ ճանչնա, մեկտի գնացեք։ Տեսեք, թող Աստված ողորմություններ է, Աստված օգնե մեզի, որովհետեւ այս անհանգստությունը եղնի մեր կյանքի մեջ, որովհետեւ Աստված մարդ չէ որ սուտ խոսա, ոչ է մարդի որդի որ ինքը զղջա իր ասածների համար, այլ ինքը իր ասածներ կհաստատե իր կենթանի զորությամբ, որովհետեւ մենք այսօր իրոք անհանգստանանք այս բոլոր հարցերի համար, թե մենք արդյոք բավականին այդ պաշարը ունենք մեր կյանքի մեջ, արդյոք բավականին ժամանակ կտրամադրենք հոգևորապես աճելու, Քրիստոսի հետ հաղորդակցելու, Քրիստոսին ճաշակելու, իր խոսքով ապրելու, իր խոսքի հրաշքները տեսնելու ու Դավիթի պես խնդրելու Տեր, բաց իմ հոգու աչքերը, որ ես քո խոսքի հրաշքները տեսնեմ, որ իրոք իմ հավատքի կյանքը, իմ հոգևոր մարդը մենակ քո խոսքի ներկայությունով զարգանա, մենակ իմ կապը քեզի հետ հաշտեղնի, որ ես կրնանամ բավականին սնունդ հավաքեմ, բավականին իրոք ունենամ այդ պաշարը, որ վերջի օրերի մեջ, երբ որ չունեցա այդ պաշարը հանգարց նեղության մեջ ընկա, մարդկանցից չնեղենամ, ինչի չեկաք, ինչի չասաք, ինչի չօգնեցիք, ես ձեր աղբերը չէի, ես տեսակ որ նեղության մեջ չէի, տեսակ որ այս վիճակի մեջ է, ինչի ձեր չմեկնեցիք, հա, ու դրա համար էլ Աստված կսեր, ես քեզի սել էի, որպեսզի դու ճիշտ ճանապարհ ընտրեիր, ճիշտ ժամանակին ընտրեիր այդ ամեն ինչը, որպեսզի հետագայում կրնանայր, իրոք ապրեիր այդ ամեն ինչի մեջ, քո ունեցած լույսը, քո ունեցած ձեթը քեզի բավականացներ, քո ներսը չլցնեիր տրտունջով, չարությունով, ադելությունով, մարդկանց հանդեպ այլ վատ բաներով, այլ քո ներսը միշտ ուրախանար Տիրոջմով, այլ դու ճաշակած եղներ Քրիստոսին, որ պատկերացներ ու հավատայր, որ իրոք երջանկությունը իմ ներկայության մեջ է, երջանկությունը իմ այցելության մեջ է, երջանկությունը իմ խոսքի պատգամների պահելու մեջ է, իմ խոսքով ապրելու մեջ է, իմ խոսքը ամուր պահելու մեջ է, արդյոք իրոք ես այդ կյանքը ունիմ, թե ես այդ կյանքը չունիմ, տեսեք շատ անգամներ կարտացել եք, շատ անգամներ այս մասին հիշեցրել, ես ընդամենը կուզեմ արագ անցնեմ, Թեմոթոս գլխում, երբ որ իրոք Եգիպտոսի մեջ մեծ սով եկավ, ու այդ ժամանակ իրոք Հովսեփը բանդում էր, այդ ժամանակ Հովսեփը կապրեր իր այդ կռիվը պայքար, այսինքն ինքը իր կապը կհաստատեր Աստծու հետ, ինքը իր այդ մտերմությունը կհաստատեր Աստծու հետ, ու Աստված տեսած արդեն Հովսեփի այդ պատրաստ վիճակը ու իրոք այդ սովի տարիների մեջ երազ ցույց տվավ փարավոնին, հա, երբ որ այս երազը պատմեց, ոչ ոք չկրնացան մեկներ ու հանգարց իրոք այդ ծառայերներից մեկի միտքը ընկավ, որ իրոք Հովսեփը կրնա երազը մեկնել։ Ու երբ որ Հովսեփը եկավ մեկնեց երազը, ասեց շատ առատության տարիներ պիտի գան 7-ը, բայց այդ 7 տարուց հետո շատ սաստիկ սովի տարիներ պիտի գան։ Ու այնքան պիտի սաստիկ եղնի այդ սովը, որ այդ առատության տարիները չեն հիշվի։ Ու գիտեք, իրոք սարսափը սոր մեջն է։ Մի պատկերացրեք ինչքան առատության տարիներ է։ Ազատ Այսօր չեկար եկուս կուկաս, այս մյուսօր կուկաս, այն մյուսօր կուկաս, այս պաշտամունքին չեղար, այս հաղորդությանը չեղար, այս մյուսին չեղար, առատության տարիներ է, բայց Աստծո խոսքը մեզ ինչ կսե, այնքան սաստիկ պիտի եղնի սովը, որ նույնիսկ այդ առատության տարիները չեն հիշվի։ Ու տեսեք ինչն էր իրոք շատ վտանգավոր ու դժվար, որ այդ սովի տարիների մեջ, այսինքն այդ ամառավա հունձքը ով որ չհասցրեց հավաքեր, ինքը հոժարակամ արդեն, ստիպելով հոժարակամ, գերի կգնի ամեն ինչին, մեղքին էլ, այս աշխարհի իշխանին էլ, ինքը հոժարակամ, ինչի համար, տեսեք ես ընդամենը մեզ համարը գուզեմ կարդամ, որպեսզի իրոք մեզի պարզ եղնի գրված եք Ծննդոց 47-րդ գլխում, 19-րդ համարից, երբ որ արդեն այդ Եգիպտոսի մեջ ամեն բան վերջացել էր, ժողովուրդը էլ հեչ բան ուտելու չուներ, հեչ բան չկար իրանց կյանքի մեջ ու դժվարությունները շատացել էին, տեսեք այդ մարդիկ եկան ու ասեցին, ինչու համար քո աչքի առաջին մեռնենք, մենք էլ, մեզի, մեր երկիրն էլ, մեզ ու մեր երկիրը հացով ծախուար եւ մենք ու մեր երկիրը փարավոնին ծառաներ լինենք։ Թող Տիրոջ անունը փարավորվի, իր անունը օրհնյալ լինի։ Տեսեք, երբ որ եկավ այդ նեղությունը, դժվարությունը,
Երբ որ եկան իմ ու մոտ պատմեցին, որ այսպես բաներ կա, եթե մեր մեջ չկա այդ լեցունությունը, մենք էլ պետք է իրանց այդ մասնակից եղնենք։ Մենք էլ պետք է մարդկանց դեմել լինենք, մենք պետք է տրտնջանք, մենք էլ կսենք ճիշտ կսես, այ իրոք այս սխալը կա, այս թերությունը կա, այս պակասը կա, ճիշտ կսես, հա, բայց եթե իրոք լծված է, բայց տեսեք շարունակության մեջ կսե որ Հովսեփը քուրմերի երկիրը չկրնաց առրեր։ Ինչի, որտեվ իրանք փարավոնի հետ բաժին ունեին, որ փարավոնի սեղանից կսնվեն ու իրանք չծախեցին իրանց ոչ երկիրը, ոչ էլ երեխեքին, հեչ բան չծախեցին։ Ինչի, որտեվ թագավորի հետ լավ էին։ Գիտեք, իրոք լուրջ հոգևոր խորհուրդ կա այս ամեն ինչի մեջ, որ այսօր ով որ իրոք Աստծու հետ շատ լավ է, Աստված իր բոլոր հոգսերը կհոգա, ամեն։ Ֆիլիպեցիների 4-րդ գլուխ 6-րդ համար շատ է կարդած է, որ գսե ոչ մի բանի համար հոգս մի երեք, այլ ամեն ձեր հոգսերը աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ թող հայտնի լինեն Աստծուն, ամեն։ Ու տեսեք, իրոք այն ազնվորությունները, ովքեր ընտրել են հոգևորության էս, թեկուզ նեղ ու դժվար, փշոտ ու քարքարոտ ճամփան, իրանք իրանց կյանքի մեջ այնքան երջանիկ են, այնքան ուրախ են, այնքան շատ վստահ են, որ իրանց կարիք չկա որևիցե մեկին դիմելու, այդտա իր անձը կերի դարձնելու, մեղքի առաջ հնազանդվելու, խոնարհվելու, բարգությամբ լեցվելու, չարությամբ, ադելությամբ, տրտունջով լեցվելու կարիք չկա, ընդհանրապես կարիք կա Աստծու հետ միաբանվելու, Աստծուն վայելելու, նեղության մեջ, դժվարության մեջ Աստծու առաջ գալու, Աստծու ոտները գնելու ու Աստծուց ողորմություն եւ օգնություն խնդրելու։ Մնացած բանի մեջ ամեն բան Աստված ինքը կգործե։ Ամեն բանի մեջ Աստված ինքը կհոգա այս բոլոր հոգսերը ու Տերը կփարավորվի։ Դեռ համարել իրոք Աստված օգնե մեզի, որբիսի իրոք այս ամառվա ընթացքում այնքան հունձ հավաքենք, այնքան պաշար հավաքենք, այնքան սնունդ հավաքենք, որ մենք կրնանանք հավատքով, համբերությամբ սպասենք մեր Փեսայի գալուստին, թող իր անունը փարավորվի, ամեն։ Տիրոջ անունը փարավորի, քուրեջան, եղբայրնջան, Աստված բոլորիս օրհնի։ Ուղղակի չգիտեմ իմ սրտին դրված է խոսել հետևյալի մասին։ Եղբայրներն ասացին, որ արդեն տարին վերջանում է։ Ուղղակի հիշեք անցած տարի, ընդամենը մեկ ակնթարթ։ Տիրոջը խնդրանքս հետևյալն է, որ այսօր մենք իրոք լուրջ ուշադրություն դարձնենք մեր ապրած կյանքին։ Ամենամեծ ցավը հետևյալն է, որ անձնավորությունը ինքը իրեն հաշվետվություն չի տալիս։ Գիշեք սովետական միության ժամանակ գործարաններ կային, որտեղ որ մարդիկ աշխատում են տարվա վերջ հաշվետվություն են տալիս։ Ինչի հասան, ինչ արդյունք եղավ, որն էր լավ, որն էր բացասական։ Բայց քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստծո խոսքը որ մենք նայում ենք, ինչ է ասում ամենակալ Տեր Աստված։ Հիսուսին հարցրեցին, որն է ամենամեծ գործը։ Հավատալ, անոր օրակացին։ Այսօր անձնավորությունը գյուղացին կամ քաղաքացին ամեն մեկը իրենց գործերի վերջնակետում ծմեղը հաշվարկ են անում, թե ինչքան շահ ունեցան։ Մի հարցը հետևյալն է. այս տարվա մեջ ինչ փոփոխություն տեղ ունեցավ մեր կյանքի մեջ, ինչ շահեցինք եւ ինչ վնաս կրեցինք։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Եվ կուզեմ ասել հետևյալը, որ այսօր մեր ամենամեծ խնդրումը նա է, որ մենք հավատքի մեջ կարծես թե ոչ թե առաջ ենք գնում, այլ հետ։ Եղբայրներ, քույրեր, մարդու կյանքի մեջ Աստծո խոսքը պիտի աճի։ Եվ երբ որ մենք նայում ենք աճի հետևանքով, ինքը անպայման պտուղ պիտի տա։ Հետաքրքիր է, Սերմնացանի առակ, երբ որ մենք կարդում ենք 4-րդ հողակտորը, որտեղ որ գրված է պարար թող։ Հարց եմ տալիս, Աստված պարար թող ստեղծեց, մեկին մյուսին փշերի մեջ, մյուսին քարքարոտ տեղը, մյուսին ճանապարհի եզրին։ Եղբայրներ, քույրեր, այս 4 հողակտորները մարդիկ են։ Եվ պարար թող դառնում է այն անձնավորությունը, որը ինք իր վրա աշխատում է, որ իր միջից հանում է քարերը, որ իր միջից հանում է փշերը։ Սա մեր կողմն է։ Եվ սրա համար ուղղակի կուզեմ նորից կարդալ հետևյալ համարը, սա մասին շատ անգամ խոսվել է, եւ կուզեի որպեսզի լուրջ ուշադրություն դարձնենք։ Մեր խնդրումը որտեղից է։
Որ մենք կարդում ենք Թեսաղոնիկեի թղթերի մեջ, երկրորդ Թեսաղոնիկեցիս 3-րդ գլուխ առաջամարում գրված հետևյալը. Այսուհետև եղբայր աղոթ կարեք մեզ համար, որ Տիրոջ խոսքը առաջանա եւ ամեն տեղ փառավորվի, ինչպես որ ձեր մոտ։ Պողոս առաքյալը Թեսաղոնիկե եկեղեցու հետ խոսում էր եւ հորդորում էր, որպեսզի աղոթ կանեն, ինչի համար, որ Աստծո խոսքը առաջանա ամեն տեղ եւ փառավորվի։ Ինքը շեշտադրում է հետեւյալը, ինչպես որ էլ ձեզ մոտ։ Այսինքն եկեղեցու մեջ Աստծո խոսքը աչացել եւ փառավորվել էր։ Հիմա Աստծո նպատակը սա է, որ մեր եկեղեցու մեջ Աստծո խոսքը առաջանա եւ երկրորդը փառավորվի։ Եղբայրներ, քույրեր, եւ սա կախված է ամեն մեկիցս։ Ես բազում անգամ մեջբերում արել եմ մեկ հոգու միջոցով կարող է եկեղեցին պարտություն կրել եւ մեկ հոգու միջոցով կարող է արթնություն կա։ Հիմա համար կուզեի, որպեսզի մենք այս տարեմուտին խորենք, մտածենք հաջորդ ընթացքի վրա ինչ պիտի անենք։ Եղբայրներ, քույրեր, նոր տարին մարդուն նոր կյանք չի տալիս։ Ամեն մեկ անձնարություն իր մաշկի վրա զգացել, ինքը տեսել է ինչ է բերել նոր տարին։ Ոչ մի բան։ Այսօր այդ սեղանը կյանքի փոփոխություն չէ։ Նոր հագուստը կյանքի փոփոխություն չէ։ Այսօր կյանքի փոփոխությունը ոչ թե ես պիտի սպասեմ նոր տարի կա, ես հիմի պիտի փոխվեմ։ Փրկության օրը այսօրը։ Եվ սրա համար ուղղակի կուզեմ մի քանի մտքեր փոխանցել ես համարի շուրջ մեր ամեն մեկի շնության համար։ Եղբայրներ, քույրեր, այսօր երբ մենք նայում ենք Պողոս առաքյալը հասկանում էր եւ սա փոխանցում էր եկեղեցիներին հետեւյալը, որ Աստծո խոսքը ամենաբարձրն է։ Մարդու կյանքի մեջ հավատքը ձևակերպվում է Աստծո խոսքից։ Եվ քիշեք, առաքյալների ժամանակահատված առաջի տարի եկեղեցին էր, ուներ մեծ խնդիրներ, խնդիրներ, դժվարություններ, ինչ եք մտածում, հեշտ էր նոր հավատք խոսել, նոր հավատքի մասին մարդկանց բերել։ Իհարկե դժվար էր։ Սրա համար պետք է ընդամենը մեկ բան, ապրել այդ կյանքը։ Եվ ուշադրություն դարձեք, անդրադառնում եմ Գործք առաքելոց 6-րդ գլխին, այստեղ առաքյալները զբաղված էին սեղաններով, զբաղված էին ծերերով, կարիքավորներով, բայց հետաքրքիր է, Պետրոսը եղբայրներին հավաքեց, ասեց հետևյալը, որ մեզ վայր չէ, որ Աստծո խոսքը թողած սեղանին ծառայություն անենք։ Եվ շարունակության մեջ գրված է 4-րդ համար, իսկ մենք աղոթքի եւ խոսքի պաշտամունքներին հետևենք։ Եվ ուշադրություն դարձեք, երբ որ մարդու կյանքի մեջ աճում է Աստծո խոսքը, 7 համարի մեջ գրված է եւ Աստծո խոսքը աճում է, եւ ուշադրություն դարձեք հետևանքին։ Աշակերտների համարը խիստ շատանում էր։ Այսինքն շատերը դառնում էին աշակերտ։ Եվ Երուսաղեմում քանանից շատ բազմություն հնազանդվում էին հավատքին։ Քանաները, որոնք որ դեմ էին Տեր Հիսուս Քրիստոսին եւ իրեն բերած վարտապետությանը։ Քուրաշ ջան, եղբայրներ ջան, ուշադրություն դարձեք 7-րդ համարի մեջ ինչ է մատնանշում ինքը ամենակալ Աստված մեզ ամեն մեկիս Ղուկասի շուրթերով։ Եվ եթե մենք կարդում ենք Ղուկաս ավետարան 14-րդ գլխի մեջ, ուշադրություն դարձեք Ղուկասը 26-27 համարներում ինչի մասին էր խոսում։ Եվ եթե մեկ ինձ մոտ գա եւ չաթե իր հորը, մորը, կնոջը, որդիներին, եղբայրներին, քույրերին, հենց իր անձն նա չի կարող աշակերտ լինել։ Եվ ով որի խաչը վեր չի առնում իմ ետևից չի գալիս, նա չի կարող աշակերտ լինել։ Գրված է, եւ Աստծո խոսքը աճում էր, աշակերտների համարը խիստ շատանում էր։ Այսինքն մարդիկ կային, որոնք որ դառնում էին աշակերտ։ Լսելով ամենակալ Տիրոջ խոսքը, ապաշխարելով, խաչը վերցնում էին, գնում են Տիրոջ հետևից։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանքս հետևյալն է։ Այսօր ինչի համար մենք այդ ճանապարհով շատ անգամ չենք գնում։ Եղբայրը ասեց, Աստված մեր կյանքի մեջ ողորմություն անում է, խնդիրների լուծումը տալիս է, այդ խանդավառության շրջանը եւ դրանից հետո նորից նույնը։ Ուղղակի ուզում եմ հարց տալ. Աստված մեր կյանքի մեջ ինչքան ողորմություններ է արել։
Երբ որ քո կյանքի մեջ Աստված այդ ողորմություն արել է, ինչ ես ասել Տիրոջը։ Երբ որ Աստված այդ փորձանքից, այդ նեղությունից, դժվարությունից ազատել է, չես ասել Տեր, կքայլեմ այնպես ինչպես որ դու կուզես։ Բայց ընդամենը 1 կամ 2 ամիս հետո նորից նույնը։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Ուղղակի այսօր ուզում եմ, որպեսզի ես եւ դու լուրջ ուշադրություն դարձնենք։ Եվ Ղուկասը խոսում է հետեւյալի մասին, որ Աստծո խոսքը աճի հետևանքով ինչ տեղի ունեցավ։ Եղբայրներ, քույրեր, ուղղակի խնդրանքս հետեւյալն է, որ ես եւ դու այսօր կարողանանք սա հասկանալ, Աստծո խոսքի հեղինակությունը։ 138 Սաղմոսի 2-րդ համարի մեջ Սաղմոս 2-ն հետեւյալն է ասում Տիրոջ խոսքից, գրված է, որ Աստված իր խոսքը իր անունից վերջ ասեց։ Հիմա ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու սրան հավատանք, Աստծո խոսքին։ Հավատքը մարդու կյանքի մեջ ինչպես է ձևակերպվում։ Լսելուց եւ լսել Աստծո խոսքից։ Չկա Աստծո խոսք, չկա հավատ։ Եվ ուղղակի կուզեմ ցույց տալ մարդիկ, որոնց համար Աստծո խոսքը հեղինակություն էր։ Ինչ է նշանակում հեղինակություն։ Եթե դու խնդիր ունես կամ խնդրեմ, դժվարություն, եւ գնում ես մի հատ մեծահարուստ բարեկամ ունես, որը հեղինակավոր է կամ մեծահարուստը, այդ խնդրի համար դու իրեն դիմում ես եւ ինքը ասում է գնա, այդ հարցը լուծված բրծած է։ Հարց եմ տալիս, դու ինչ կերպ ես գալիս։ Ուրախ ես գալիս, թե մտածում ես եւ հնարավոր է որ չլինի, կլինի թե չէ։ Վստահ եմ ուրախ գալիս ես, որովհետեւ այդ մարդը քեզ համար հեղինակություն է։ Եվ հավատում ես, որ իրեն ասածը անպայման պիտի լինի, բայց ավելի մեծ է Աստված։ Առաջի Հովանու 5:9 համարի մեջ գրված է, եթե մարդոց վկայություն ընդունում եք, ավելի մեծ Աստծո վկայությունը։ Այսօր մենք մարդու ասածին հավատում ենք, բայց Աստծո ասածը չէ։ Ուշադրություն դարձրեք Սուրբ Գրքի մեջ Նոյ, որի համար Աստծո խոսքը հեղինակություն էր։ Գեդեոն, Աբրահամ, Նաբոթ, շատ անձնավորություններ, Դավիթ, Պողոս, Պետրոս, այս անձնավորությունների կյանքի մեջ եղան ելևեջներ, բայց այս մարդիկ հավատում են։ Հոբ, ուշադրություն դարձրեք տառապանքների մեջ Հոբը ինչ է ներկայացնում եւ ինչ է ասում։ 5:17 համարի մեջ գրված է. Ահա երանելի այն մարդը, որին Աստված խրատում է։ Ուրեմն ամենակարողի խրատը մի մերժը։ Եվ 6-րդ գլուխ, երբ որ կարդում ենք 8-ից 10 համարներ, այնտեղ ինչ ասում։ Ուշադրություն դարձրեք։ Այս անձնավորության հավատքին ինչ կերպ է ինքը հավատում եւ Աստծո խոսքը իրեն կյանքի մեջ ինչ հեղինակություն է։ Երանի թե ուզածս կատարեր եւ իմ անկալածը տարածված։ Հետաքրքիր է, որն էր Հոբի ուզածը։ Կամ ինչ էր ինքը ակնկալում։ Եվ այս 8 եւ 10 համարներին նայեք, կարծես թե մեզ խնդրեմ է։ Այն ժամանակ դեր մխիթարություն կունենայք եւ կոստոտա անխնած ցավերի մեջ, որ չեմ ուրացել Սուրբի խոսքերը։ Ինքը հասկանում էր մեկ բան, որ Աստծո խոսքը հեղինակություն է։ Եվ ինքը հասկանում էր, որ ամեն հարցի պատասխանը կախված է Աստծո խոսքից։ Իշքան անգամ քարոզվել է համարը։ Երկրորդ օրինաց 28-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք, ինչ ասում Աստված մեզ ամեն մեկից։ Եվ եթե քո Յովասոյ ձայնին ուշադրությամբ լսես, զգուշությամբ կատարես։ Այս վիճակը եթե իմ եւ քո կյանքի մեջ կա, շարունակության մեջ գրված է դու քաղաքի մեջ օրհնյալ, դաշտի մեջ օրհնյալ կլինես։ Օրհնյալ կլինի քո որոնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, կովերի ծնունդը, ոչխարների թոթերը։ Օրհնյալ կլինի քո կողովը, քո դաշտը։ Դու օրհնյալ կլինես մտնելիս եւ օրհնյալ կլինես դուրս գալիս։ Եղբայրներ, քույրեր, օրհնությունը գալիս է ընդամենը մեկ վիճակի մեջ, երբ որ դու ամուր բռնում ես Աստծո խոսքը։ Երբ որ Աստծո խոսքը քեզ համար հեղինակություն է։ Չգիտեմ, այսօր մենք շատ անգամ, երբ որ խոսում ենք Աստծո խոսքից, եղբայրներ, քույրեր, Աստծո խոսքն է մարդուն կապում Աստծո հետ։ Աստծո խոսքի հետևանքով է մարդու կյանքի մեջ հավատքը աճում։ Բայց այսօր շատերս Աստծո խոսքի հետ կապ չունեն, կամ Աստծո խոսքը մեզ համար հեղինակություն չէ։ Ուղղակի խնդրանքս է, որ մենք լուրջ մտածենք այս մասին։
Դավիթը 119 Սամոսի 97 համարում ինչ էր ասում, որքան եմ սիրում քո օրենքը, ամեն օր նա իմ մտածմունքն է։ Հետաքրքիր է, եթե Մովսես Աստծո խոսքին չհնազանդվեր եւ Աստծո խոսքը հեղինակություն չուներ Մովսեսի համար։ Մենք քարոզում ենք եւ խորը մտածում ենք, թե սա հեշտ մի հատ ընթացք էր, process էր ու Մովսեսը անցավ, սիրելիներ, ոչ։ Մովսեսը մարդ էր սպանը։ Այո, միգուցե Մովսեսի նկարը փակցված էր ամենտեղ հետախուզման մեջ, մարդասպան, որ բռնեն, բերեն եւ սպանեն։ Եվ Աստված ուղարկում է իրեն նորից հետ Եգիպտոս փարավոնի առաջին։ Հիշում եք, սկզբնական վիճակում Մովսեսը հրաժարվում էր, բայց Աստված իրոք Մովսեսին բերեց այդ վիճակին։ Եվ Աստծո խոսքը Մովսեսի համար դարձավ հեղինակություն։ Ինչ էր ասում ամենակալ Աստված. Ես եմ, որ եմ։ Այսինքն ամեն ինչի պատասխանը կայանում էր Աստծո մեջ։ Եվ Մովսեսը հնազանդվեց։ Ուղղակի պատկերացրեք այդ դրվագը գնում է փարավոնի առաջին։ Փարավոնը առաջարկներ անում եւ վերջի առաջարկը գնացեք, ձեր ասում պաշտեք, բայց ձեր անասումներին չտանեք։ Բայց Աստված խոսել էր, որ ամեն ինչով պիտի դուրս ելեն եւ միջև անգամ պիտի Եգիպտոսը կողոպտեին։ Մովսեսը չհամաձայնվեց։ Աստծո խոսքը որից է մեկտեղ չթողեց։ Եվ սա էր պատճառը, որ Աստված Մովսեսին օրհնեց։ Նոյին տապանը 1 մետրով չկարճացրեց։ 2 լուսամուտ չբացեց։ Հնազանդվեց միջև վեր։ Երբ որ նայում ենք Գեդեոնին, 300 հոգով հարձակվել այդ մեծ բանակի վրա, առանց զենքի ընդամենը աղաղակելով Տիրոջ եւ Գեդեոնի սուրը։ Եվ երբ որ նայում ենք Աբրահամին, որդին պիտի հանե զոհասեղան, ինքը չկասկածեց։ Եվ երբ որ մենք կարդում ենք այդ տեղերը, Աբրահամ փորձության ժամանակ հատվածում ինչ տեղի ունեցավ, կարդամ Ծննդոց 22-րդ գլխի մեջ հետևյալ առաջ համարից եղավ, որ այս բաներից հետո Աստված փորձեց Աբրահամին, եւ կարդում եմ 5-րդ համարը։ Եվ Աբրահամ ասաց իր ծառաներին, դուք այդ էշետ այստեղ մնացեք, եւ ես եւ տղան մինչեւ այնտեղ գնանք, երկրպագություն անենք եւ ձեզ մոտ ետ կդառնանք։ Ինքը վստահում էր ամենակալ Տիրոջը։ Աստծո խոսքը իրեն համար հեղինակություն էր։ Բայց քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ այսօր նայում ենք ամբողջ հակառակորդի ու նպատակը մեկն է մարդու կյանքի մեջ Աստծո խոսքը հեղինակազրկել կամ կասկած ամենակալ Տիրոջ խոսքի վրա։ Հիշում եք, Հակոբոսը ինչ է սովորեցնում ինձ եւ քեզ, կարդամ այդ տողերը Թուղթար Հակոբու գրված է հետևյալ միտքը։ Առաջի գլուխ 6-րդ համարից եմ կարդում։ Միայն թե թող հավատքով խնդրե առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հոմակոծած տատանված ալեքին։ Այն մարդը թող չկարծե, որ դերիցը մեկ բան կառնե։ Երկմիտ մարդը անաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Հիմա հարց եմ տալիս։ Այս ամենը, որ գրել էր Հակոբոսը Տիրոջից առնելով, հակառակորդը չգիտեր։ Ինքը չգիտե, որ երկմիտ մարդուն հեշտ է շեղել Աստծո խոսքից, հեշտ է Աստծուց հեռացնել։ Եթեմական պարտեզի մեջ, երբ որ ինքը խոսեց Եվայի հետ, բերեց հենց այդ երկմտությունը, երկու միտք։ Առաջին միտքը Աստված ասել էր, կերած օրը կմեռնեք, եւ երկրորդ միտքը, եթե ուտեք, Աստծո պես կլինեք։ Եվ ինքը նախընտրեց Աստծո պես լինելը։ Եվ այսօր մենք մարդ ենք, մեր կյանքի մեջ էլ կարող է այդ մտքերը գալ։ Բայց ամենակալ Աստված այսօր ուզում է, որ ես եւ դու Աստծո խոսքը ամուր բռնենք, որ մենք հավատանք ամենակալ Տիրոջ խոսքին եւ միայն Աստծո խոսքը լինի մեր կյանքի մեջ հեղինակություն։ Եթե ոչ մենք խնդրեմ կունենանք։ Նորից եմ ասում, սատանայի ամենամեծ հաջողությունը մարդու կյանքում է, որ Աստծո խոսքը հեղինակազրկվում է։ Կամ կասկած ամենակալ Տիրոջ խոսքի վրա։ Ուշադրություն դարձրեք։ Ես շատ անգամ օգտագործում եմ այս կերպարը 73-րդ Պսալմոսի հեղինակ Ասապ։ Եվ ես վստահ եմ, որ Ասապը տեղյակ էր երկրորդ օրինաց 28-րդ գլխի մեջ գրված տողերին,
Եթե դու քո ասող խոսքը պահես, Աստված քեզ պիտի օրհնի, եւ հանկարծ ասապի կյանքի մեջ խնդրեմ է առաջանում։ Գուրես ջան, եղբայրներ ջան, նախապես ասեմ հետեւյալը, լինում է բարակա այսօր անձնավորությունը, որպեսզի իրեն նյութականը, մարմնավորը ավելի առաջացնի, ինքը խորը մտածում է Աստծո հետ կապերս ավելի լավացնեմ, որ Աստված ինձ օրհնի։ Մի հատ համար էլ պիտի կարդամ սրան զուգահեռ, եւ ես կուզեի, որպեսզի մենք լույս նայենք ամենակալ Աստծո ասածին։ Տերը ունի ընդամենը մեկ ծրագիր, եւ այդ ծրագրի հիմքում ընկած է մեկ բան՝ մարդու հավիտենական կյանքը։ Ուշադրություն դարձեք, կարդում եմ Ամբակում մարդկայության 3-րդ գլուխ 17 համար եւ 18 համար։ Ինչ ասում Ամբակումը, թեև թզեն ինչ ծաղկի, որտերի վրա բերք չլինի, ցիտենու արդյունքը ստե եւ արտերը կերակուր չտան, կտրվի ոչխարը փարախից աչար չլինի կողմումը, սակայն ես Տիրովը պիտի ցնծամ, իմ փրկության Աստծովը պիտի ուրախանամ։ Հիմա ուշադրություն դարձեք, Ամբակում եւ կարդամ 73-րդ Սամոսի հեղինակի խոսքերը։ Երկու անձնավորություն, երկուսն էլ Աստծո է մարդ։ Եվ ուշադրություն դարձեք, երբ որ նայում ենք բազում Սամոսների հեղինակ է Ասապ։ Ասապ ինչ էր մտածում։ Վերցնելով 2-րդ օրինաց 28-ի առաջի համարը, որ եթե ասում պաշտում ես, Աստված քեզ ամեն ինչում պիտի օրհնի։ Եվ այսօր էլ կան շատ հավատացյալներ։ Նորից եմ ասում, Աստծո խոսքի հեղինակությամբ ու նպատակը միայն մեկն է, որ դու հավիտյանս ապրես։ Արաքաս կրկին կարդամ ես համարը, 3-րդ գլխում մեջ գրված տողերև միտքը շարունակեմ։ Նայեք, Արաքաս կրկում ինչ ասում Սողոմոն իմաստունը ինձ եւ քեզ։ 3-րդ գլուխ 18 համար։ Նա կենաց ծառ է նրանց համար, որ բռնել են նրան, եւ նա իրեն պինդ բռնողներին երջանիկ կանե։ Իրեն պինդ բռնողներին երջանիկ կանե։ Հարց եմ տալիս։ Պողոս առաքյալի կյանքը այսօր ով կուզե։ Այդ ցավը տառապանքը նեղությունը։ Կամ Մովսեսի հրաժարականը Եգիպտոսի մեջ։ Այդ ամեն փառք ունենալով հրաժարվել, ով կուզե։ Այսօր մենք շատերս Ասապի պես տեսնում ենք երջանկությունը մարմնավորության մեջ։ Ասապը մտածում էր, ես այս ամենը անեմ, որպեսզի հաջողություն կա։ Ինչպես որ Ղուկաս ավետարան 15-րդ գլխի մեջ անառակ որդու մեծ եղբայրը։ Ինքը ինչ էր հասկացել եւ ինչ էր անում, որն էր իր նպատակը։ Ու ընդամենը մեկ ուլ ունենալու համար ինքը ամեն բան արեց, որ հոր խոսքից երբեք դուրս չեկավ։ Իրեն բուն նպատակը մեկն էր, այդ ուլը առնելը։ Ուլի համար իշքան է տանջվել։ Ուշադրություն դարձեք, հոր տան մեջ է, բայց հայրը չէ ուրախությունը։ Ուղղակի կուզեի, որպեսզի այս միտքը դուք ինքներդ նայեք։ Սա հետաքրքիր է, հարցները կհասկանան։ Հարց քույրիկները կամ հարցները, երբ որ ապրում են սկեսրոջ հետ, ու խնդիր է, պրոբլեմ է, սկեսրոջը չի սիրում, բայց ամեն բան անում է, որ սկեսուրը իրան ինչ-որ մեկ բան տա։ Անառակ որդու մեծ եղբայրը հոր տան մեջ հոր հետ չէր։ Հայրը չէր իր ուրախությունը։ Իր ուրախությունը եւ իրեն ամբողջ ցկտումը միայն մեկ կետի վրա էր ուղված։ Հորը հաճոյանալ, որ հայրը իրան մի հատ ուլ տա։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մենք էլ նույնն ենք անում։ Այս աշխարհի մեջ ուզում ենք այդ ուլը։ Բայց հայրը ինչ է ասում, ինձ եւ քեզ։ Կանչեց իր որդուն, չէր ուզում ներս մտնել։ Նեղված էր։ Միջև անգամ հորը հայր չէր ասում, եղբորը եղբայր չէր ասում, կարդամ այդ տողերը։ Սա գրված է Ղուկաս 15:29 համարից։ Ահա այսքան տարի, որ քեզ ծառայում եմ քո պատվիրանքից երբեք դուրս չեմ եկել, բայց ինձ երբեք մի ուլ չտվիր, որ իմ բարեկամներդ ուրախ լինեն։ Իսկ երբ որ այդ քո որդին եկավ, որ քո ստասվածքը անառակներդ կերավ, մսացու եզը մորտեցիր դրա համար, նա էլ ասաց, որդյակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես։ Ամեն ինչ որ իմս է, քոնն է։ Ուշադրություն դարձեք, հոր տան միջից ընդամենը մեկ բան էր պահանջում ուլ։
Եբրայեցիս 11:6 համարի մեջ գրված է. եւ թե իրեն խնդրողներին վարձատույց կլինեն։ Ասապ երբ որ մտավ Տիրոջ ներկայության մեջ խորանը, իր հավատքը փոխվեց եւ 25 համարի մեջ ինչ էր ասում. ով ունեմ ես երկնքում, քեզնից ջոկ բան չեմ ուզում երկրի վրա։ Եղբայրներ քույրեր, այսօր Աստծո նպատակը սա է, որ իմ եւ քո կյանքի մեջ Աստծո խոսքը դառնա հեղինակություն, որ մեր մեջ աճի հավատքը, որ մենք հավատանք հետեւյալին, որ Աստծո հավիտենական ծրագրի հիմքում ընկած է մեկ բան, որ ես եւ դու հավիտյանս հավիտենից ապրենք իրեն հետ։ Սա կար ժամանակաընթացք է, որ մենք պիտի ներկայացնենք մեր ով լինելը, մեր հավատքը ցույց տանք։ 40 տարի Աստված անապատի մեջ Իսրայելին ման բերեց, լոկ նպատակը հետևյալն էր, որ Իսրայելը տեսներ իրեն ով լինելը։ Աստված գիտեր, որ պիտի ուտեն, պիտի ուրանան, պիտի խմեն, պիտի ուրանան, բայց Աստված տարավ։ Երկրորդ օրինաց 28-ի նեղություն, երկրորդ օրինաց 8-ի երկրորդ համարից երբ որ մենք կարդում ենք, նայեք ինչ ասում ամենակալ Աստված, կարճ ճանապարհ էր, գիտեք։ Խոստացյալ երկիր հասնելու համար 40 տարի պետք չէր։ Բայց այդ նպատակը հետևյալն էր, որ ամենակալ Աստված 40 տարի անապատի մեջ մանացեց, ցույց տվեց Իսրայելին իրեն մեծ ողորմությունը, շնորհը, բայց չգնահատեցին։ Եվ հիշիր այն բոլոր ճանապարհը, որ քո եւ Աստված այս 40 տարիներում քեզ մանացեց անապատի մեջ, որ քեզ խոնարհացնա, քեզ փորձելու, սրտիդ միջին իմանալու համար, թե արդյոք նրա պատվիրանքները կպահես թե չէ։ Եվ քեզ խոնարհացրեց, սոված պահեց, մանանա ուտեցրեց, որ ոչ դու ես ճանաչում, ոչ քո հայրերը, որ քեզ իմացնե, թե ոչ միայն հացով կապրե մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կապրե։ Եղբայրներ քույրեր, Աստված ամեն ինչ արեց իր ժողովրդի համար։ Այսօր նույնը անում է մեր կյանքի մեջ։ Բու նպատակը մեկն է, որ ես եւ դու հավատանք ամենակալ Տիրոջ խոսքին։ Ոչ միայն հացով կապրե մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Սրա համար հակառակորդը ամեն բան անում է, որ մենք սրան չվստահենք։ Մի հատ սպասավոր հետ խոսում է, պաշտամունքները թողնում է, չի հաճախում նորմալ ձևով, ասում եմ ինչի չես բանանում։ Ասում է եղբայր, եթե ես չաշխատեմ ընտանիքս ով է պահելու։ Եվ հետաքրքիր է, անապատի մեջ ով պահեց։ Ինչ էին անում։ Հող ցանեցին, մշակեցին, անասունն էին պահում։ Եղբայրներ քույրեր, այսօր Աստծո նպատակը սա է, որ հեղինակություն լինի քո կյանքի մեջ Աստծո խոսքը եւ բարձրանա։ Ինչ եք մտածում, Միսակ Սեդրակ Ապեդնագովի համար հեշտ էր։ Իրանց առաջ իրական մահն էր կանգնած։ Ինչ էին ասում։ Եթե Նաբուկոդոնոսորի արձանին չերկրպակեք, կրակենոց։ Բայց այս մարդիկ ունեն ընդամենը մեկ խոսք, Եսայի մարգարության 43-ի երկրորդ համարի մեջ գրված է. եթե կրակով անցնես, կրակը քեզ պիտի չայրե, որովհետև ես Տերս քո Աստվածն եմ։ Եվ ուշադրություն դարձրեք, երբ որ մենք կարդացինք ամենակալ Տիրոջ խոսքը, երկրորդ Թեսաղոնիկեցիս 3-րդ գլխի առաջի համարում ասում էր, որպեսզի Տիրոջ խոսքը առաջանա եւ փառավոր լա ինչպես ձեր մեջ։ Այս 3 երիտասարդների մեջ Աստծո խոսքը փառավորվեց։ Հիմի հարցը հետևյալն է. մեր մեջ Աստծո խոսքը բարձրացել է։ Եվ հաջորդ հարցը, Աստծո խոսքը մեր մեջ փառավորվում է։ Հետաքրքիր է, Աստված Կորինթոս եկեղեցու մեջ, երբ որ մենք կարդում ենք գրված է, ումն ընտրեց։ Այստեղ մենք գտնում իրոք դժվարին է, բայց պիտի կարդամ։ Առաջի Կորինթացիս առաջի գլուխ 27 համարի մեջ գրված է. այլ այս աշխարհի հիմարներին Աստված ընտրեց, որ ամաչացնե իմաստուններին։ Եվ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որ ամաչացնե զորավորներին։ Եվ աշխարհից անտոմներին ու անարգվածներին Աստված ընտրեց եւ ոչինչներին, որ մեկ բան լինողներին ոչնչացնե։ Որպեսզի ոչ մի մարդ չբարձրանա առաջին։ Հիմի Աստված այս 3 երիտասարդների միջոցով իրեն անունը փառավորեց։ Քույրս, եղբայրս, եւ այսօր հերթը մերն է։
Եվ ինչ կերպ է Աստված գործում։ Այսօր ամենակալ Աստված մեր կյանքի մեջ բերում է նեղություն, դժվարություն, խնդրեմ, հիվանդություն։ Այնօր լսում եմ մի հատ անձնավորություն քարոզում է, ասում է ամեն հիվանդություն մեղքի պատճառով է։ Ոչ սիրելիս։ Աստծո խոսքը այսպես չի ասում։ Երեխային բերեցին Հիսուսի մոտ եւ հարցրեցին. «Վարդապետ, այս երեխա հիվանդությունը ծնողների պատճառով է», ասես ոչ, Աստծո փառքի համար։ Եվ այսօր Աստված ուզում է իրեն փառքը ցույց տալ։ Երբ որ մենք կարդում ենք Հոբի մեջ գրված Աստված զարկում եւ Աստված բժշկում է, իրեն փառքն է ցույց տալիս Աստված։ Մենք այսօր մեր կողմը հավատալն ընդունել։ Բայց ես հավատում եմ հետեւյալ կերպ, որ ամեն նեղության բուն հիմքում ընկած է մեկ բան, որ մարդ անցնի ինքնակնության։ Եթե ոչ խնդրեմ կլինի։ Եվ մեկ միտքել ասեմ, վերջացնեմ, քուրես ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք նայում ենք ամենակալ Աստված շատ անգամ մարդկանց մեջ քանդում է մարդկային կառուցած հավատքը։ Եղբայրը ասեց, այսօր կա այդ խանդավառությունը, էմոցիան։ Այսօր լինում է պարակա, որ անձնավորությունը էմոցիոնալ կերպով ուխտ է կապում Աստծո հետ, կամ այդ էմոցիոնալ ձևով հավատք է կառուցում։ Աստծո նպատակը մեկն է, որ մեր ամեն մեկի հավատքը կառուցված լինի վեմի վրա։ Իսկ Աստծո խոսքն ասում է, որ վեմը Աստծո խոսքն է։ Իսկ ինքը գիտի, երբ որ տեսնում է մեր կառույցը մարմնավոր հիմքի վրա է, իր նպատակը մեկն է՝ քանդել եւ կառուցել Աստվածայինը։ Այսօր ինչքան է մեր կյանքի մեջ ամենակալ Աստված քանդել։ Եվ բուն նպատակ եղել է հետեւյալը, որ ես եւ դու տեսնենք, որ մեր հավատքը կառուցված է ոչ թե վեմի վրա, այլ կառուցված է ավազի վրա։ Փոխանակ մենք ուրախանանք սրա համար եւ մենք կառույցը գցենք հիմքը վեմի վրա, նորից այդ հիմքի վրա կառույց ենք գցում։ Կամ տխրում ենք, որ մեր մեջ այդ հավատքը քանդվեց։ Ղուկաս 18-րդ գլուխ 18 համար քիշեք։ Մեծը հարուստը մոտեցավ, Հիսուսին ասեց. «Բարի վարդապետ, ինչ անեմ, որպեսզի հավիտենական կյանք ունենամ։ Խնդրվածքը լավ բան է, թե վատ»։ Շարունակության մեջ ուշադրություն դարձեք ամենակալ Աստված ուր է տանում։ Ինչ ասեց։ Եթե հավատքը պահել ես, եթե հավատում ես այդ ամենին, ունեցվածքը ծախիր, բաժանիր աղքատներին, եթե խաչդ վերսա, իմ հետևից արի։ Եվ երկնքում վարձք ունենաս։ Հիսուսի նպատակը մեկն էլ ցույց տար մեզ բոլորիս, որ այս երիտասարդի բուն նպատակը երկնքի վարձքը չէ։ Երկնքի վարձքին ինքը չի հավատում հավիտենական կյանքին։ Այսօր շատ հավատացյալներ չեն հավատում հավիտենական կյանքին։ Մարմնավոր կյանքի համար զոր ու գիշեր տանջվում են, հավիտենական կյանքի համար ոչինչ չեն անում։ Եղբայրս, քույրս, եթե դու հավատում ես, որ կա հավիտենական կյանք, հարց եմ տալիս, ինչքանով ես զբաղված այդ հավիտենական կյանքով։ Այս համար ուղղակի կուզեի, երբ որ Աստված քանդում է մեր այդ կառուցած հավատքը, փառք իրան, որ չի թողնում, որ մեր շինությունը շատ բարձրանա եւ փլվելուց հետո ավելի մեծ վնաս բերի։ Եթե առաջի հարկից մարդ ընկնի, լավագույն տարբերակը կամ վտարագույն տարբերակը կարող է ոտքը կամ ձեռքը կոտրվի, այդպես է։ Իսկ եթե 10-րդ հարկից ընկնի, հիմա Աստված քանդում է քո կառույցը, որը ծուղլ է։ Եվ նպատակը մեկն է, որ վեմի վրա կառուցի, որ ունենաս հավիտենական կյանք։ Իրեն անունը փառավորի։ Եվ կուզեի ասել հետևյալը, որ այս ամեն ինչի մեջ Աստված բարի է։ Ամեն ինչի մեջ, նեղության մեջ, ցավի մեջ, մահի մեջ, ամեն ինչի մեջ Աստված բարի է։ Թող ամեն ինչում իր անունը փառավորի։ Ուղղակի խնդրանքս է, որ ես եւ դու այսօր կարողանանք սա հասկանալ, ընդունել
եւ հետեւյալը միշտ ասել եմ, թող ամեն ինչում մեր մեջ Աստծո կամքը հաստատվի։ Աստծո ողորմություն անի, որ մենք հնազանդվենք իրեն կամքին եւ իրեն կամքը լինի մեր կամքը։ Տիրոջ անունը փառավորի։